Ողջույն սիրելի հետևորդներ, ԱՄՆ գլխավոր լուրերի այս թողարկմանը դիտեք։ Դպրոցից փորձել են երեխա առևանգել, հարձակվել են աշխատակցի վրա, բայց արագ արձագանքման արդյունքում ձերբակալել են։ Թրամփը մայիսի 8-ը հռչակեց որպես երկրորդ համաշխարհայինի հաղթանակի օր։ Մեդիքեյթի կրճատումների դեմ պայքարում հանրապետականները նահանջում են Թրամփի հարկային օրինագիծը բախվում է ներքին դիմադրության։ Ռոբերտ Քենեդի կրտսերը ծրագրում է ուսումնասիրել աուտիզմը օգտագործելով Medicare տվյալները։ Real ID-ի պահանջը ուժի մեջ է ներքին թռիչքների համար, առանց փաստաթղթի ուղևորները ստանում են զգուշացումներ հաջորդ թռիչքի համար։ Թուրք ուսանողու գործով վերաքննիչ դատարանը որոշել է նրան տեղափոխել Վերմոնտ, իրավապաշտպանները պնդում են, նրան ձերբակալել են ազատ խոսքի համար։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Ռուսաստան-Ուկրաինա խաղաղ բանակցությունների մասին, Թրամփն էլ ասում է տեղյակ չէ հայտարարությունից։ Թրամփի վարչակազմը կանգնած է դատական հայցի առաջ EV լիցքավորման կայանների ֆինանսավորման կասեցման պատճառով։ Կալիֆոռնիայում բենզինի գինը կարող է հասնել մինչև $8.43 գալոնի դիմաց, ինչն է պատճառը եւ ինչ զեկույց է սա։ Չինական շուկան բարձրանում է, Ժնևում նախատեսված ԱՄՆ-Չինաստան բանակցությունների ֆոնին հույս կա, որ երկու գերտերությունների միջև առևտրային պատերազմը կմեղմվի։ Այս եւ այլ լուրերի մանրամասները հաջորդիվ։ Իլինոյս նահանգից մի տղամարդ փորձել է երեխա առևանգել Նյու Յորքի Բուֆալո քաղաքի դպրոցից, փախնելով ճանապարհին հարվածել ու գետնին է գցել մի աշխատակցի, որը փորձել է նրան կանգնեցնել։ 30-ամյա Շեյն Քրոնինը, որն Իլինոյսի Լոմբարդ քաղաքից է, ձերբակալվել է դպրոցից քիչ հեռու։ Նա իրեն մեղավոր չի ճանաչել երեխայի առևանգման փորձի, ապօրինի մուտքի, հարձակման փորձի եւ այլ մեղադրանքներով։ Դատարանը որոշել է նրան պահել առանց գրավի։ Ըստ իրավապահների Քրոնինը առանց թույլտվության մուտք է գործել դպրոց, մոտեցել միջանցքում երկու երեխայի, որոնց չէր ճանաչում։ Նա փորձել է գայթակղել եւ առևանգել մեկին, երբ նրան նկատել է դպրոցական աշխատակիցը ու պահանջել լքել շենքը։ Քրոնինի փաստաբանը նշել է, որ նրա հաճախորդը հնարավոր է գտնվել է լուրջ հոգեկան առողջական ճգնաժամի մեջ։ Նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հրամանագիր է ստորագրել, որով մայիսի 8-ը հռչակվում է որպես Միացյալ Նահանգներում երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի տոն։ Սակայն այն առայժմ չի լինի դաշնային տոն եւ նվազագույնն այս տարի կլինի աշխատանքային։ Այն դաշնային տոն դարձնելու լիազորություն ունի միայն կոնգրեսը։ Այդ օրը 1945 թվականի մայիսի 8-ին նացիստական Գերմանիան կապիտուլյացիայի ենթարկվեց դաշնակից ուժերին, այդ թվում Միացյալ Նահանգներին։ Թրամփի հրամանագրում ասվում է. «Հիշատակելով երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի օրը մենք հավերժ երախտագիտություն ենք հայտնում Ամերիկայի մեծ սերնդի յուրաքանչյուր հերոսի, ով թողեց տունն ու ընտանիքը հեռավոր երկրներում կռվելու մեր ազատության համար։ Մենք պատվում ենք բոլոր զոհվածների հիշատակը։ Ամենից վեր մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը պահելու Ամերիկան ու ողջ աշխարհը անվտանգ, բարեկեցիկ ու ազատ։ Մեր դաշնակիցներն ու բարեկամներն ամբողջ աշխարհում նշում են մայիսի 8-ը որպես հաղթանակի օր, բայց հենց մենք արեցինք ամենամեծ ներդրումն այդ հաղթանակում։ Մենք հաղթեցինք երկու պատերազմում եւ ոչ ոք մոտել չէր մեր ուժին, խիզախությանը կամ ռազմական խելամտությանը, բայց մենք երբեք չենք տոնում։ Հիմա մենք կվերականգնենք մեր հաղթանակների տոնակատարությունները։ Նոյեմբերի 11-ը, որը Միացյալ Նահանգներում պաշտոնապես նշվում է որպես վետերանների օր, դարձյալ կոնգրեսի միջամտությամբ կարող է դառնալ առաջին համաշխարհայինի հաղթանակի տոն։ True Social-ում Թրամփը գրել է. «Մենք հաղթել ենք երկու համաշխարհային պատերազմում, բայց երբեք չենք արժևորել դա։ Մնացած բոլոր երկրները տոնում են մեր հաղթանակը, իսկ Միացյալ Նահանգները ոչ։ Հաղթանակը հենց մեր շնորհիվ էր։ Առանց Միացյալ Նահանգների պատերազմը այլ երկրները կշարունակեին ու հավանաբար կհաղթեր ինչ-որ մեկը, բայց աշխարհն ամբողջովին այլ կլիներ։ Հետևաբար ես հռչակում եմ ազգային տոն՝ ի հիշատակ առաջին համաշխարհային պատերազմի զինադադարի 1918 թվականի նոյեմբերի 11-ի եւ երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի 1945 թվականի մայիսի 8-ի։ Հանրապետականները ներկայացուցիչների պալատում կարծես թե որոշ չափով նահանջում են Medicaid պետական բժշկական ապահովագրական ծրագրի կտրուկ կրճատումներից նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած մեծ հարկային արտոնությունների օրինագծի շրջանակում։ Այս քայլն արվել է այն բանից հետո, երբ մի քանի հանրապետական կոնգրեսականներ դժգոհություն են հայտնել, ընդդիմանալով իրենց ընտրողներին գրեթե անվճար բուժծառայություններից զրկելուն։ Այսօր հրապարակված կոնգրեսի ոչ կուսակցական բյուջետային գրասենյակի զեկույցի համաձայն հանրապետականների շրջանառության մեջ դրած մի շարք առաջարկների իրականացման դեպքում միլիոնավոր ամերիկացիներ կկորցնեն Medicaid-ի ապահովագրությունը։ Հանրապետականները փորձում են կրճատել մինչև 1.5 տրիլիոն դոլարի պետական ծախս առողջապահական, սննդի թափոնների եւ այլ ծրագրերի հաշվին, որպեսզի հավասարակշռեն իրենց առաջարկած մոտ 4.5 տրիլիոն դոլարի հարկային արտոնությունների ֆինանսական վնասը։
Ներկայացված բոլոր տարբերակների դեպքում Medicaid-ի շահառուների թիվը կնվազի, իսկ առողջապահական ապահովագրություն չունեցող քաղաքացիների թիվը կավելանա, ասված է զեկույցում։ Երեկուշի երեկոյան տեղի ունեցած հանրապետականների ժողովից հետո որոշ կոնգրեսականներ նշել են, որ Ջոնսոնն ու հանրապետական ղեկավարությունը ետ են կանգնում Medicaid-ի ամենախնդրահարույց փոփոխություններից, մասնավորապես դաշնային ներդրումների տոկոսադրույքի փոփոխությունից։ Առողջապահության նախարար Ռոբերտ Քենեդի Կրտսերն այսօր ներկայացրել է մի ծրագիր, որի նպատակն է օգտագործել Medicaid եւ Medicare-ի շահառուների բժշկական տվյալները աուտիզմը ուսումնասիրելու համար։ Ծրագիրը ներառում է տվյալների փոխանակման համաձայնագիր առողջապահության ազգային ինստիտուտների եւ Medicaid-ի ու Medicare-ի դաշնային կենտրոնների միջև։ Այս կառույցներն ունեն մոտ 150 միլիոն ամերիկացու դիմումների վերաբերյալ տվյալներ։ Համաձայնագիրը, ըստ նախարարության, կիրականացվի հաշվի առնվելով գաղտնիության օրենքները, ապահովելով առողջապահական զգայուն տվյալների պաշտպանությունը։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները հաղորդել են, որ մոտավորապես յուրաքանչյուր 31-րդ երեխան ունի աուտիզմ։ Սա զգալի աճ է 2020 թվականի համեմատ։ Աուտիզմը, սակայն, հիվանդություն չի համարվում։ Այսօր սկսվել է Real ID-ով պարտադիր թռիչքները։ Օդանավակայաններում թռիչքները շարունակվել են անխափան, քանի որ առանց թարմացված փաստաթղթի ուղևորներին դեռևս թույլատրվել է անցնել անվտանգային ստուգում։ Այն քաղաքացիներին, ովքեր չունեին պահանջներին համապատասխանող անձնագիր կամ վարորդական իրավունք, փոխանցվել են թռուցիկներ, տեղեկացնելով, որ ապագայում ներքին թռիչքների համար անհրաժեշտ կլինի Real ID կամ այլ դաշնային մակարդակով ընդունված անձը հաստատող փաստաթուղթ։ Թռուցիկում նշվում է. ձեր ներկայացրած փաստաթուղթը չի համապատասխանում Real ID-ի չափանիշներին։ Հաջորդ թռիչքի համար ձեզ անհրաժեշտ կլինի Real ID կամ այլ ընդունելի փաստաթուղթ։ Թռուցիկում նաև կա QR կոդ ընդունելի փաստաթղթերի ցանկը ստանալու համար։ Դաշնային վերաքննիչ դատարանը հաստատել է մի դատավորի որոշումը, ըստ որի Թավսի համալսարանի թուրք ուսանողի Ռումայսյա Օսթուրքը պետք է տեղափոխվի Լուիզիանայի միգրացիոն կալանավայրից Նյու Ինգլենդ դատարաններին ներկայանալու եւ պարզելու, արդյոք խախտվել են նրա իրավունքները եւ արդյոք պետք է ազատ արձակվի։ Նյու Յորքում երկրորդ շրջանի վերաքննիչ դատարանի 3 դատավորների կազմը մերժել է կառավարության հայցը հետաձգելու գործընթացը եւ քվեարկել է Օսթյուրքի օգտին լսելով կողմերին։ Դատարանը որոշել է, որ Օսթյուրքը պետք է տեղափոխվի այս վերահսկողության ներքո Վերմոնտի նահանգ ոչ ուշ, քան մայիսի 14-ը։ Օսթյուրքի նկատմամբ միգրացիոն դատավարությունը ընթանում է Լուիզիանայում։ Վերաքննիչ դատարանը նշել է, որ նա կարող է մասնակցել այդ նիստերին հեռակա կարգով։ Օսթյուրքը 30-ամյա ասպիրանտ Թավսի համալսարանից կալանավորվել էր մարտի 25-ին Բոստոնի մերձակայքում փողոցում քայլելիս, երբ ներգաղթի աշխատակիցները նրան ստիպողաբար տարել էին Լուիզիանայի Բազիլ քաղաքում գտնվող միգրացիոն կալանավայր։ Նրա ուսանողական վիզան չեղարկվել էր մի քանի օր առաջ, սակայն ըստ փաստաբանների նրան այդ մասին նախապես չեն տեղեկացրել։ Օսթյուրքը համահեղինակել էր Թավսի համալսարանի ուսանողական թերթում հոդված, քննադատելով համալսարանի արձագանքը Գազայի պատերազմի շուրջ ուսանողների ակտիվիզմի հանդեպ։ Փոխնախագահ Ջեյդի Վենսը հայտարարել է, որ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը դադարեցնելու հաջորդ քայլը պետք է լինի երկու երկրների միջև ուղղակի բանակցությունները։ Սակայն Վենսը նշել է, որ Թրամփի վարչակազմը գտնում է Ռուսաստանը չափազանց մեծ պահանջներ է ներկայացնում եւ այժմ գրեթե անհնար է, որ Միացյալ Նահանգները կարողանա միջնորդել առանց ռուս-ուկրաինական ուղղակի երկխոսության։ Վենսի այս գնահատականը զարմացրել է նախագահ Թրամփին, որը մի քանի ժամ անց Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է, թե տեղյակ չէ այդ հայտարարությունից։ Երբ ասաց դա, արձագանքել է Թրամփը։ Հնարավոր է ճիշտ է, բայց դա ինձ դուր չի գալիս։ Թրամփի վարչակազմը կանգնել է իրավական ճնշման տակ 17 նահանգների դատական հայցի պատճառով, որը վերաբերում է էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների համար նախատեսված միլիարդավոր դոլարների դադարեցված ֆինանսավորմանը։ Դեռևս փետրվարին էր հրահանգվել դադարեցնել նահանգներին ֆինանսավորումը, որը նախապես հաստատվել էր Բայդենի օրոք 5 միլիարդանոց ծրագրի շրջանակում։ Մոտ 3.3 միլիարդը արդեն տրամադրվել է նահանգներին։ Դատական հայցը գլխավորել է Կալիֆոռնիայի դատախազ Ռոբ Բոնտան, Կոլորադոյի եւ Վաշինգտոնի գլխավոր դատախազների հետ։ Նրանք պնդում են, որ միայն կոնգրեսն ունի այդ միջոցների տնօրինման իրավունքը, քանի որ ծրագիրը հաստատվել էր 2021-ին երկկուսակցական օրենքի շրջանակում։ 2024-ին էլեկտրական մեքենաները կազմել են նոր ավտոմեքենաների վաճառքի 8%-ը ԱՄՆ-ում, բայց լիցքավորման ենթակառուցվածքի բացակայությունը շարունակում է զսպել շուկայի աճը։ Կալիֆոռնիայի նահանգապետը քննադատել է Թրամփի Տեսլա գնելու հայտարարությունը, ասելով, որ պետք է գործողություն, ոչ թե ցուցադրություն։ Հայցը կարող է դառնալ էկոլոգիական քաղաքականության վճռորոշ գործոն, հատկապես հաջորդ տարիներին EV ենթակառուցվածքների ընդլայնման եւ աշխատանքային շուկայի զարգացման տեսանկյունից։
Էլեկտրական մեքենաների խնդրի կողքին նոր խնդիր՝ բենզինի թանկացում։ Կանխատեսվում է, որ մինչև 2026 թվականի վերջը Կալիֆոռնիայում բենզինի գինը կարող է հասնել մինչև $8.43 1 գալոնի դիմաց, ըստ USC Marshall-ի բիզնեսի դպրոցի Մայքլ Ֆիշեի նոր զեկույցի։ Պատճառը նավթամշակման գործարանների փակումն է։ Phillips 66 ընկերությունը Լոս Անջելեսի նավթա վերամշակման գործարանը փակվում է։ Վալերոն պլանավորում է փակել իր հյուսիսային Կալիֆոռնիայի գործարանը։ Դա կնշանակի 21%-ի անկում նահանգի նավթամշակման հզորությունների մեջ։ 2025 թվականի ապրիլ ամսվա տվյալներով բենզինի միջին գինը կազմում է $4.816։ Կանխատեսվող գինը մինչև 2026 թվականի վերջը կլինի $7.348-ից մինչև $8.435։ Նահանգի սպառումը։ Կալիֆոռնիան օրական օգտագործում է 13.1 միլիոն գալոն բենզին։ Նահանգը արտադրում է միայն 24%-ը իր նավթային կարիքներից։ Հնարավոր օրական դեֆիցիտը 6.6 միլիոն գալոն է։ Չինական բաժնետոմսերն այսօր աճ են գրանցել, հույս ունենալով, որ ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը կարող է թուլանալ։ Հոնկոնգի և Շանհայի հիմնական ինդեքսները կեսօրից առաջ աճել էին մոտ կես տոկոսով։ Այս բարձրացումը հաջորդեց նախորդ օրվա լուրին, որ ԱՄՆ-ն և Չինաստանը շաբաթ օրը Ժնևում բանակցություններ են անցկացնելու։ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը և գլխավոր առևտրային բանակցող Ջեյմսոն Գրիրը կհանդիպեն Չինաստանի տնտեսության գծով հանձնակատար Հուռլի Ֆունի հետ։ Հանդիպումը տեղի կունենա ամիսներ տևած լարվածությունից հետո, որի ընթացքում երկու երկրներն էլ սահմանել են մաքսատուրքեր ավելի քան 100%։ Բանակցությունների օրակարգում կլինի լայնածավալ սակագների նվազեցման հարցը, ինչպես նաև կոնկրետ ապրանքների հնարավոր բացառումները։ Բեսենթը նախորդ կոնգրեսում ելույթի ժամանակ նշել է. Չինաստանի հետ բանակցությունները դեռևս չեն սկսվել, բայց հույս է հայտնել, որ այլ երկրների հետ շուտով գործարքներ կկնքվեն։ Կարծում եմ, գուցե հենց այս շաբաթ մենք կհայտարարենք առևտրային գործարքների մասին մեր խոշորագույն առևտրային գործընկերներից մի քանիսի հետ։ Չինաստանի պաշտոնյաները հաստատել են, որ պատրաստ են վերակենդանացնել բանակցությունները, բայց նաև զգուշացրել են, որ համաձայնություն չի կարող լինել, եթե ԱՄՆ-ն փորձի ճնշում գործադրել։ Այսքանն էինք առանձնացրել օրվա լրահոսից։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եղեք։